Ողջունում եմ ձեզ Տեր Հիսուս Քրիստոսի անունով, ես Արտուր Ստեփանյան եւ պատիվ ունեմ այսօր ձեր հետ միասին Աստծո խոսքը ունկնդրեք։ Խնդրեմ քո ուշադրությունը դարձնես Հովհաննեսի ավետարան 14-րդ գլուխ 27-րդ խոսքին։ Հիսուս Քրիստոսը այստեղ ասում է հետեւյալ խոսքերը. Խաղաղություն եմ թողում ձեզ, իմ խաղաղությունն եմ տալիս ձեզ։ Ոչ թե ինչպես աշխարհն է տալիս, ես տալիս եմ ձեզ։ Ձեր սիրտը չխռովի եւ չվախենա։ Գիտեք, խոսք, որը որ կարծում եմ այս օրերի համար շատ կարևոր է։ Շատ կարևոր ինչ առումով, ճիշտ ասած ինքս էլ մտածում եմ, արդյոք այս մասին խոսեմ, չէ՞ որ ամեն մեկը հիմա այս մասին խոսում է, ամեն մի Աստծո ծառայող, ամեն մի խելացի մարդ այս մասին խոսում է, որ խաղաղություն, խաղաղություն, խաղաղություն։ Բայց հետաքրքիրն է, որ ինչքան պրպտում է սրտիս մեջ ինչ-որ մի խոսք խոսելու համար, նորից ու նորից գալիս է հասնում է այս խոսքի վրա։ Հնարավոր է, որ իրականում Սուրբ Հոգին ուզում է մեկ անգամ եւս խոսվի այս մասին։ Ես կփորձեմ ուղղակի այն փոքրիկ հատվածը, որը որ ինձ բացվել է, որը որ սրտումս ունեմ քեզ փոխանցելու, այդ մասին փոքրիկ զրույց ունենանք իրար հետ։ Սկսում եմ նրանից, որ ասում խաղաղություն եմ թողնում ձեզ։ Հետաքրքիր մի բան։ Այսօր ամբողջ աշխարհով տարածված համաճարակ կա։ Մարդիկ ամեն մեկը շատ բաների մասին են խոսում, մարդկանց ուշքը ընդհանրապես ավելի շատ վախեցած են մարդիկ, ավելի շատ տագնապած են մարդիկ։ Մարդիկ մտածում են, որտեղից ինչ կարող է ձեռք բերել, ինչքան կարող է սա շարունակվի ու նորմալ է այդ ամենը։ Բայց գիտես հետաքրքիր է որն է, որ Սուրբ Հոգին ինձ թույլ է տալիս ես խոսեմ այսօր խաղաղության մասին, որովհետև ես նույնպես մտածում եմ, որ խաղաղության պակաս կա միևնույն ժամանակ։ Որքան է խոսվում է խաղաղություն, կարծես պատերազմներ չկան այդպիսի, կարծես ամեն տեսակի տերորիստական շարժերը ավարտվել է կամ գոնե որոշ ժամանակում լռած վիճակ է իրաց մոտ, հանդարտ վիճակ է, այսպես ասեմ, բայց հետաքրքիր է Սուրբ Հոգին խոսում է, որ խոսվի խաղաղության մասին։ Ինքս եմ լսել անգամներ, որ մարդիկ խոսել են շատ խաղաղության թեմայով, շատ ծառայողներ են խոսել, ու անգամ իմ մեջ միտք առաջացա, արդյոք դրա կարիքը այդքան կա, չէ՞ որ ամեն մեկը ավետարանը կարդում է, չէ՞ որ ամեն մեկը գիտի խաղաղության մասին, բայց ես հիմա նորից ու նորից ինքս ինձ այդ հարցը տալով նայում եմ, բայց եթե Սուրբ Հոգին է ուզում որ այդ մասին խոսենք, հնարավոր է մեկին է պետք, հնարավոր է ինչ-որ մեկին էլ է պետք, որին որ այս խոսքը պետք է հասնի, ես չգիտեմ, բայց այնուհանդերձ ես հավատում, որ ես հնազանդվել եմ Սուրբ Հոգուն, այդ պատճառով այս մասին ուզում խոսեմ։ Թույլ տուր ասեմ, աշխարհում այսօր շատ բաների պակասություններ կան, շատ բաների պակասություններ կան, բայց ես հավատում եմ, որ դրանց մեջ շատ բարձր տեղ է գրավում խաղաղության պակասը։ Ու երբ որ մենք այստեղ կարդացինք Հիսուս Քրիստոսի խոսքերն, ինքն ասում է ես խաղաղություն եմ թողում ձեզ, ու ասում է դա իմ խաղաղությունն է։ Սա իմ խաղաղությունն է Հիսուս Քրիստոսն ասում է։ Ու մի անգամից իմ մոտ հարց առաջան. Հիսուս, դու նկատի ունես, որ ուրիշ խաղաղություն էլ կա։ Այսինքն աշխարհը իր խաղաղությունն է տալիս մարդկանց նույնպես։ Հարցը, որի պատասխանը ես կարծում եմ, որ ամեն մեկը շատ լավ գիտենք։ Ամեն մեկը շատ լավ գիտենք, որովհետև մարդիկ ասում են, եթե դու արեցիր սա, այս կերպասելով աշխարհը ասում այդպես, հա, դու կարող ես ապահով լինել, դու կարող ես հանգիստ լինել։ Բայց գիտես հետաքրքիր մի բան, մարդիկ ճիշտ ներդրումներ են անում, ճիշտ քայլեր են անում համաձայն այն տրված սկզբունքների։ Հետո վերջում ստացվում է, որ մարդիկ խաբվել են։ Ու մարդիկ էլի ընկնում են հիասթափությունների մեջ, գալիս է իրենց այդ տագնապները, այդ մտքերը ցավացնող իրանց էլի խափնվեցի, էլի վստահեցի, ես չպիտի վստահեի ու շարունակական նման բաներ։ Այստեղ Հիսուս Քրիստոսը ինձ ասում է, որ ես իմ խաղաղությունն եմ տալիս։ Իր խաղաղությունը նման չի աշխարհի խաղաղությանը։ Իր խաղաղությունը խիստ տարբերվում է աշխարհի խաղաղությունից։ Աշխարհի խաղաղությունը իրականում եթե հիվանդ ես, լավ է, եթե աշխատանք ունես, լավ է, եթե տանեցիները առողջ են, լավ է, իհարկե դա շատ լավ է, բայց Աստված չանի հանկարծ որևէ մեկի կյանքում, երբ որ այս բաներից մեկը քանդվում է, վնասվում է, թուլանում է, ինչն է տիրում, ինչն է համակում մեր սիրտը, մեր միտքը, միանգամից հարց, որի պատասխանը գուցեև մենք չենք ուզում, գիտես, մենք երբեմն ասենք չենք ուզում պատասխանին ճշմարտության նայել, որովհետև մտածում ենք ամեն մեկի հետ կարա պատահի, բայց ոչ մեզ հետ։ Ամեն մեկի ընտանիքի հետ դա կարա պատահի, բայց ոչ իմ ընտանիքի։ Ամեն մեկի բիզնեսի հետ դա կարող է պատահի, բայց ոչ իմ բիզնեսի։ Ամեն մեկի գրպանի հետ դա կարող է պատահի, բայց ոչ իմ գրպանի։ Ինչի, որովհետև մենք ունենք որոշակիորեն պատճառաբանություններ
բայց Աստվածաշունչը մեզ ասում է, ես իմ խաղաղությունն եմ տալիս։ Կնշանակի աշխարհը իր խաղաղությունն առաջարկել մեզ ու մենք ինչ-որ ձևի վերցրել ենք այդ խաղաղությունը, մտածելով, թե մենք Աստծո խաղաղությունն ենք, մտածելով, թե այս խաղաղությունը նույն խաղաղությունն է, ինչը որ Աստված է ասում, բայց թույլ տուր ասեմ, դրանք իրար նման խաղաղություններ չեն։ Որովհետև Աստված մեզ ամեն իրավիճակի համար ասում է խաղաղություն։ Ամեն իրավիճ, անգամ ողջունակեր կա, ողջունի ձև կա, չէ, ինքը գալիս ասում է ողջու խաղաղություն ձեզ, խաղաղություն ձեզ, խաղաղություն ձեզ։ Ուզում ես ասես Հիսուս այդքան շատ ինչի է պետք այդ խոսքը ասել։ Ես մտածում եմ պետք է որ ասվի այդ խոսքը, շատ պետք է թանկագինս։ Այսօր ամեն մեկը չի որ համարձակվի ճշմարտությունն ասել։ Ոմանք իրանց կողքի մարդկանց պատճառով, իրանց ընտանիքի անդամների պատճառով չեն ասում։ Ոմանք իրանց պարտներների, բիզնես պարտներների պատճառով չեն ասում։ Մտածում են դե ընդամենը միտքեր կարող է պատահի, բայց թույլ տուր մի ճշմարտության մեջ նույնպես գնանք միասին։ Ես հավատում եմ, որ դա ճշմարտություն է։ Հպարտությունը բոլոր մեղքերի սիրտն է, ես մտածում եմ, բոլոր մեղքերի սիրտն է։ Ու հպարտությունը ինքը ամեն անգամ չի գալիս մեր մոտ որպես պարոն հպարտություն։ Շատ անգամ ինքը շատ քողարկված է գալիս։ Ինչպես Եդեմական այգում օձը կարողացավ մտնել, այնպես էլ շատ անգամ այդ հպարտությունն է գալիս ու ինքը իրան տարբեր ֆորմատների մեջ տեղավորում է։ Երբեմն ինքը գալիս է իբրև թե պետք չի, մի ասա։ Երբեմն ինքը գալիս է ասում ավելի լավ է քեզ վատ լինի, ուրիշին ծանրություն մի տուր, հերոս սխրանք գործիր։ Երբեմն գալիս ասում եմ ուրիշները չեն հասկանա, դու արա, քո մոտ լավ կլինի, հետո վերջում բոլորը կգնահատեն քեզ, ոնց որ կարծես թասիբի կերպով է ինքը փորձում արտահայտվել։ Բայց թույլ տուր ասեմ, հպարտությունը դա նա է կամ այն է, ինչը որ վերևից արուսյակի շպրտել տվեց ներքև։ Հպարտությունը դա այն բացառիկ մեղքերից մեկն է, որ բոլոր մեղքերի մեջ կա։ Բոլոր մեղքերի մեջ կա։ Մենք պետք է վերանայենք, կարծում եմ բաներ, որ արդյոք մենք իրականում այն ինչ որ ասում ենք խաղաղություն, դա խաղաղությունն է։ Արդյոք խաղաղություն ասելուց մենք նկատի ունենք հենց այն ինչ որ նկատի ունենք, որովհետև երբեմն դա ընդամենը դիմելաձև է դառնում։ Ու գիտեք, քանի որ դա աստիճանաբար կորցնում է իր դիրքը, իր տեղը, իր նշանակությունը, հանկարծ ստացվում անեց, որ մենք էլ նմանվելով շատ մարդկանց այդ խոսքերը կրկնում ենք, բայց այդ խոսքի իմաստը մեր սրտի մեջ տեղ չի գտնում։ Այ օրինակ, երբ որ դու գալիս ես տուն, ասում ես խաղաղություն, քո բալիկները ինչ են տեսնում քո աչքերի մեջ։ Երբ որ դու մտնում ես քո աշխատանքի վայրը, ասում ես լավ կլինի, խաղաղություն ունեցեք։ Ինչ են զգում այդ աշխատակիցները քո հետ միասին։ Այդ խաղաղությունը դա լոկ խոսք է ընդամենը, թե իր հետևից ինչ-որ մի բան է գալիս, ինչ-որ երկնային, ինչ-որ աստվածային, ինչ-որ մի բան է բերում, որ մարդը իրան ապահով է զգում, մարդը իրան վստահ է զգում։ Թե դա ինչ-որ ժամանակով է, թույլ տուր ասեմ, ես կարծում եմ աշխարհը թվացյալ խաղաղություն առաջարկում։ Աշխարհի թված խաղաղությունը դա անշարժ խաղաղություն չի։ Դա ուղղակի խաղաղություն է, ուղղակի պահի ազդեցությունից ելնելով, դա մի ակնթարթի որոշակի ժամանակահատվածի համար է, բայց մենք գիտենք, որ Հիսուսը այստեղ շեշտադրում է անում ասելով, ես իմ խաղաղությունն եմ տալիս ձեզ։ Ես կուզենամ, որ ես ու դու իրականում շեշտադրում անենք Աստծո խաղաղության վրա։ Ես կուզենամ, որ ես ու դու հավատանք, որովհետև իրականում մի քանի խոսքեր վերև ասում ով այն սիրողը նա որ իմ խոսքը պահում է։ Հետևաբար մեզ իրականում պետք է որ խոսքը պահող լինենք ու խոսքը չանենք անելու համար, այլ խոսքը սիրո պատճառով անենք։ Գիտես, երբ որ մարդ խաղաղության մեջ է, մարդը սիրում է։ Երբ որ մարդը խաղաղության մեջ է, մարդը հեշտ է ներում։ Երբ որ մարդը խաղաղության մեջ է, իր վրա չի ազդում ամեն մի սովորական մի բան։ Երբ որ մարդը ունի այդ խաղաղությունը իր մեջ, երբ որ այդ խաղաղությունը իր կյանքում ներմուծված է Աստծո կողմից, երբ որ մարդը ճանաչել է խաղաղության իշխանին, երբ որ մարդը հանդիպել է խաղաղությանը դեմ առ դեմ, երբ որ մարդը ունի այդ պտուղը իր ներսում խաղաղության, ես համոզված եմ, այդ մարդու կյանքում շատ բաներ ուրիշ կերպ է։ Թույլ տուր ասեմ, երբ որ սկսեց այս համաճարակը, ես գիտեմ մարդկանց ու մեր ժամանակ առ ժամանակ փոխհարաբերվում ենք հեռախոսի կամ ուրիշ կապերի միջոցով։ Հիշում եք, զանգահարեցի մարդկանց հետ խոսում եմ,
ու ասում են ինչպես է, լավ է, փառք Աստծո, դա առաջին ժամանակներն է, դեռ նոր էր։ Անցավ որոշ ժամանակ նորից զանգահարեցի, ասում եմ, թանկագիներս ինչպես եք ձեզ զգում, ինչպես է տրամադրությունը, ու զգացի, դե լավ է, փառք Աստծո, ոչ ջան։ Մի որոշ ժամանակ անցավ, էլի զանգահարեցի, ասում եմ, դիմանում ենք։ Թույլ տուր ասեմ, ես նկատեցի 3 տարբեր վիճակներ մարդու ներսում։ Դա վատ է, ես չեմ ուզում գնահատեմ վատին կամ լավի համար։ Ես ընդհանրապես ուզում ասեմ, որ մարդը իրավիճակները, որով անցնում է, ու մեզ համար շատ կարևոր է, որ մենք տեսնենք, որ իրավիճակի մեջ ենք։ Դա բնական է, որ այդ վիճակները կարան լինեն։ Որ վիճակն է, որը որ մեզ կպահի միանշանակ Աստվածաշունչ կարդալը, որ վիճակն է, որը մեզ կպահի Աստծո խաղաղության մեջ աղոթելը բնականաբար, որ վիճակն է, որ մեզ կբերի այդ վիճակին, երբ որ մենք այո գոհաբանության ու երկրպագության մեջ ենք միանշանակ, որ վիճակն է, երբ որ դու ես ու նա է, երբ որ դու ժամանակ ես հատկացնում քո վախերը բերելու համար, ու միևնույն ժամանակ դու ժամանակ ես հատկացնում քո ուրախությունը նրա հետ կիսվելու համար։ Այդ ժամանակ քո խաղաղությունը կավելանա ու ելի կավելանա։ Թույլ տուր ես նորից ես մի հատվածը նայեմ քո հետ միասին, ասում եմ, ես իմ խաղաղությունն եմ տալիս, ոչ թե ինչպես աշխարհն է տալիս, այլ ես տալիս եմ ձեզ, որ ձեր սիրտը չխռովի եւ չվախենա։ Գիտես հետաքրքիր բան, մեր սիրտը ունակ է խռովելու։ Ու մեր սիրտը գիտես ունակ է նույնպես վախենալու։ Ես քիչ առաջ ասեցի, մենք կարանք այդ մասին չբարձրաձայնենք, բայց խո մենք մեզ լավ գիտենք։ Գիտես, երբ որ լսում ես հարևանիդ կամ բարեկամիդ հետ մի բան եղավ, որ քո կարծիքով ինքը կանգնած այսպես սյուներից մեկն էր, բայց իր այդ եղավ, գիտես մի անգամից ոնց որ ներսդ մի բան ճաք է տալիս։ Բավոր այդ եղավ, բավոր։ Հենց այդ բավորները, այդ հարցականները հարցակվում են մեր վրա։ Էդի թշնամու կրակոտներն է, որը որ գալիս է մեզ վրա, ու մեզ այնքան պետք է որպեսզի մենք այդ բավորներին տեղ չտանք։ Ուրեմն մարդու սիրտը ունակ է, մարդու սիրտը իրականում ունակ է վախենալու համար։ Ես ուզում եմ Աստվածաշնչից մի քանի հատվածներ կարդամ նույնպես, խաղաղության վերաբերյալ, որը որ մեզ ասում է ով Պողոս առաքյալը։ Պողոս առաքյալը օրինակի համար Երկրորդ Թեսաղոնիկեցիների մեջ 3:16 խոսք էսպես ասում. իսկ ինքը խաղաղության Տերը տա ձեզ խաղաղությունը ամեն ժամանակ եւ ամեն կերպով։ Տերը ձեր հետ ամենի հետ լինի, ասում է։ Ձեր ամենի հետ լինի։ Գիտես, խաղաղության Տերը տա ձեզ խաղաղություն։ Խաղաղության Տերը, ինքը Տերը տա մեզ խաղաղություն։ Պահպանի ձեր ինչը սրտերն ու մտքերը։ Ձեր սրտերն ու մտքերը։ Սրտերը դա մեր համոզմունքների տեղն է, մտքերը մեր այն որ շոշափում ենք, տեսնում ենք, ընկալում ենք շատ բաներ։ Ասում է Տերը ձեր ամենի հետ լինի։ Պողոս առաքյալն ասում է թող տա ձեզ Տերը խաղաղության, իր խաղաղությունը։ Ֆիլիպեցիներ 4:7 խոսքը հետևյալ խոսքերն ասում է եւ Աստծո խաղաղությունը, որ ամեն մտքից վեր է, կպահպանի ձեր սրտերն ու մտքերը Քրիստոս Հիսուսում։ Ստե ընդհանրապես մի հատ շեդևր, մի հատ խոսք, որը որ ուղղակի մեզ այս ոգևորում ասում է Աստծո խաղաղությունը, որ ամեն մտքից վեր է։ Լսեք, եթե մենք ունենք Աստծո խաղաղությունը, դա ամեն մտքից վեր է։ Յուրաքանչյուր միտք, որ հարձակվում է կամ դեռ կարա հարձակվի մեր վրա։ Աստվածաշունչը ասում է, եթե իմ ու քո մոտ Աստծո խաղաղությունն է, եթե դա այն խաղաղությունն է, որը որ Աստված է տալիս, ասում է, ձեր սրտերն ու մտքերը Քրիստոս Հիսուսում կպահպանվի, որտեղ Քրիստոս Հիսուսում։ Քրիստոս Հիսուսից մի քայլ առաջ, Քրիստոս Հիսուսից մի քայլ հետ չի կարա տանցել։ Թույլ տուր ասեմ, ինքը մեր սկիզբն ու վերջը։ Մեզ պետք է, որ մենք իրանով լինենք, իրա ներսը լինենք, իրանով ծածկված լինենք, իրա պաշտպանության տակ լինենք, իրա ապահովության մեջ լինենք, այն ապահովությունը, որը որ ինքն է ինձ ու քեզ առաջարկում։ Ցանկագին ես 1000-ը մի կողմից կընկնեն, 10,000-ը մի ուրիշ կողմից կընկնեն, բայց քեզ չի մոտենա, երբ որ դու Քրիստոսի մեջ ես։ Երբ որ դու Քրիստոսի մեջ ես, մնա Քրիստոսի մեջ, խնդրում եմ։ Թույլ տուր ասեմ, այս բոլոր տեղերը այսօր կարդացի, դա ասում է մեզ Սուրբ Պողոս առաքյալը։ Գիտես, երևի թե մեզանից շատերը գիտեն, Պողոս առաքյալը գրել է Նոր Կտականի բավականին մեծ գրքեր ինքն է գրել։ Այսինքն Աստծո հոգին իր միջոցով մեզ փոխանցել է։ Թույլ տուր ասեմ, Պողոս առաքյալը այսքան տեղեր մեզ ասում էր խաղաղություն, խաղաղություն, խաղաղություն ու ելի խաղաղություն։
Ես ուզում եմ որպես ես ու դու նայենք նույնպես Պողոս առաքյալի կյանքից մի փոքր հատվածի։ Գիտես, իրան երբ որ բռնում են, իրան պետքա տանեն կայսեր առաջին կանգնացնելու համար, իրանք նավով գնում են շատ երկար ժամանակ ու ասում վիճակը ծանր ա լինում շատ։ Թույլ տուր ասեմ, կարդալ եմ Գործք առաքելոց 27-րդ գրքի մեջից։ 20-րդ խոսքը մեզ այսպես ասում. «Եվ երբ որ շատ օրեր ոչ արև, ոչ աստղեր էին երևում», պատկերացնում ես ինչի մասն է խոսում, ծով, արև չկա, աստղեր չկա, արև չկա, աստղեր չկա, փոթորիկն էլ ասում է քիչ չէր մեզ վրա։ Այլ կերպ ասած, օրից երեք չէին հասկանում այս մարդիկ։ Այդ այնց վիճակ էր։ Չգիտեմ քո մոտ եղել է այդպիսի բան, օրինակ ասեմ, չէ, արդեն երկրորդ, երրորդ շաբաթը, երբ որ մարդ կրիզիսի մեջ է լինում, այս վիճակի մեջ է, իր մոտ կարող է տարօրինակ բաներ սկսեն։ Ես մտածում այ մեր վիճակն է այստեղ, որը որ Պողոս առաքյալի մոտ կատարվում էր, գուցե մի քիչ շատ, մի քիչ քիչ, բայց նմանատիպ ինչ-որ օրինակ է, ես մտածում, ասում է, չէր երևում ոչինչ, ու ասում է, մեզ ազատվելու բոլոր հույսը կտրվեցավ։ Պողոս առաքյալը ինձ ու քեզ քարոզող Պողոս առաքյալը, որ հեթանոսների մեջ առաքյալ եղավ, Պողոս առաքյալը, որ իր հայտնությունները անձամբ Տիրոջից էր առնում, Պողոս առաքյալը ինձ ու քեզ կասի, մի հատ վիճակի մեջ ենք ընկել, որ մեր հույսը ամբողջովին կատարվեցավ։ Ես ինչի ես տեղը բերեցի։ Հնարավոր է ես ու դու ծառայող մարդիկ ենք ու ասում ենք, մենք իրավունք չունենք թույլանալու, այո, մենք իրավունք չունենք, բայց հնարավոր է մեր կյանքում էլ նման բաներ գալիս։ Ու Պողոս առաքյալը չի վախենում այս մասին գրի Աստվածաշնչի մեջ։ Պողոս առաքյալը իր նամակների մեջ գրում է, լսեք այս մասին, ու Պողոս առաքյալի օրինակը բոլորի համար այսօր ով որ ճիշտ ձևով կարդում է Աստվածաշունչը, իր համար կառուցողական շատ շինող բնաձև է ընդունում բոլորի համար։ Դրանից հետո իհարկե 23-րդ խոսքի մեջ կկարդանք, որովհետև այս գիշեր երևեցավ մեզ ինքը դրանց ասում որ վիճակը շացա, Աստծո հրեշտակը ինձ երևեցավ ասում է։ Նրան, որի առաջին ես կանգնում ու պաշտում եմ ասում, ինչ ասեց, մի վախեցիր Պողոս, պետք է քեզ կայսր առաջին կանգնես, եւ ահա Աստված շնորհել է քեզ այդ բոլոր քեզ այդ նավողներին, սրա համար սրտապինդ կացեք։ Ողո մարդիկ, շարունակությունը չեմ էլ ուզում ճիշտ ասած կարդամ հիմա, սրտապինդ կացեք։ Թույլ տուր հպարտությանը ամենա ինչ-որ ձևերով գա քո կյանքի մեջ։ Եթե քո կյանքում այս կա, արձակում կա, եթե քո կյանքում մի փոքր տեղ կա, որ կարող է, բավոր, եթե այդ կարողաներն ու բավորները կան, թույլ տուր ես քեզ մի բան ասեմ, մեզ պետք է Աստծուն դիմել։ Պողոս առաքյալը չամաչեց, Պողոս առաքյալը դիմեց Աստծուն, ասում է, երբ որ հույսներս կտրված էր, Աստծո հրեշտակն եկավ։ Հիշում եք Աստծո հրեշտակն եկավ Գեթսեման Հիսուսին զորացնելու համար։ Այստեղ Աստծո հրեշտակը եկավ, որպեսզի Պողոսն այդ ասել, դու ու այդ բոլոր նավողները, որը որ քո հետ են, լսիր, այդ մեկի պատճառով բոլոր այդ նավողներից ու մարդկանցից որևէ մեկի այդ վատ բան չի կատարվելու։ Ես մտածում եմ, որ այո, ես ու դու ինչ որտեղ մենք ճիշտ է, որ մենք պետք է մեզ թույլ չպահենք, բայց երբ որ մեր մոտ թուլությունը գալիս է, մենք պետք է անկեղծ լինենք առ Աստված։ Հնարավոր է կան մարդիկ, ում Աստված դրել է մեր կյանքում, ովքեր պիտի լսեն, որ աղոթեն մեր համար։ Հնարավոր է մարդիկ, ովքեր որ խրատում են մեզ, այո, մենք պետք է այդ մարդկանց հետ կիսենք, որ մտավախություններ եկե որոշակի առումներով, ինչի, որպեսզի կանգնեն քո հետ աղոթքի մեջ, կանգնեն աղոթեն քո հետ միասին, ինչ որ խրատներ բերեն, Աստվածաշնչից օրինակներ, անձնական կյանքից օրինակներ բերեն, սիրելիս, որովհետև մենք բոլորս էլ մարդ ենք, այո, մարդ ենք, Պողոս առաքյալի հետ եթե նման բան կարար պատահեր, հնարավոր է մեր հետ էլ կարա այդպիսի բան պատահի, բայց փառք են Աստծուն, ում առաջին մենք կանգնած ենք, փառք են Աստծուն, ում ես ու դու պաշտում ենք, որ ինքը ինչպես Պողոսի կյանքում ուղարկեց հրեշտակին, այնպես էլ իմ ու քո կյանքում կուղարկի այդ մարդուն, այդ ծառայողին, կամ կբերի հենց այո հրեշտակին, որը որ կզորացնի ինձ ու քեզ ու կասի կանգնիր ոտքերիդ վրա, կասի հրաժարվիր վախից, կասի հրաժարվիր ամեն տեսակի բացասական մտքերից, հրաժարվիր, որովհետև այս նեղ իրավիճակի մեջ ես քո հետ եմ, ես չեմ թողել քեզ։ Ես քեզ չեմ տվել այն խաղաղությունից, ինչ է որ աշխարհն է տալիս, որ հետո երբ որ վիճակը գա, ասի դե ինչ կար անելու արեցինք։ Չէ, մեզ տրված է Աստծո խաղաղությունը, որ ամեն մտքից վեր է։ Մեզ տրված է Աստծո խաղաղությունը, որպեսզի մեր սիրտը չխռովի, որպեսզի մենք չվախենանք։ Ուրեմն եկեք մեր սիրտերը չբացենք երբեք վախի համար,
Եկեք մեր սրտերի մեջ թույլ չտանք խռովություն, որ իր հետևից ինքը կբերի ամենաբացասական ու ամենավատ բաները։ Սիրելիներ, մենք խոսում ենք Աստծո խաղաղության մասին, ու ես համոզված եմ, որ Աստծո խաղաղությունը ամեն մտքից վեր է, ու ես համոզված եմ, որ Քրիստոսը ամենալավը ինձ ու քեզ է տալիս։ Վիճակները ծանր են, այո, բայց իմ ու քո Տերը ավելին է։ Իմ ու քո Տերը ավելին է։ Կուզես փառքի մասնակից ելնես։ Այսօր չարչարանքին կծորտես լինելու։ Ընդամենը ոչ ավելին, զորացիր Տիրոջ մեջ։ Ու եթե դու իրականում այն մարդն ես, որ սրտիդ մեջ այսքան թույլ ես տվել, կամ այսքան միտք է եկել ու կարծիքով դու վռնդել ես, բայց կարծես ինքը ժամանակ առ ժամանակ գալիս է, ես ուզում եմ քեզ հետ միասին այս փոքրիկ աղոթքը անել։ Խնդրեմ միացիր ինձ հետ։ Սիրելի Տեր, ահա ես։ Ահա իմ ներսը։ Ահա այն մտքերը, որ գալիս են իմ վրա։ Ես խնդրում եմ քեզ, Տեր Հիսուս Քրիստոս, թող որ քո խաղաղությունը, որ ամեն մտքից վեր է, թող գա իմ կյանքի մեջ, թող գա ու համակի իմ սիրտը, ամրացնի ինձ, քո խոսքի շուրջ, քո խոսքի վրա։ Ես աղոթում եմ քեզ, Տերերի Տեր արքաների արքա, որ քո խաղաղությունը լոկ խոսք չմնա իմ կյանքում, այլ որ քո խաղաղությունը դարձնի իմ սիրտն ու միտքը, պաշտպանի ինձ, զորացնի ինձ, թույլ տա, որ ինքս կանգնեմ և օգնեմ, որ ուրիշներն է կանգնած մնան, բարձրյալ արքա Հիսուս Քրիստոսի անունով, ուրեմն թող որ քո խաղաղությունը հաստատվի մեր սրտերի մեջ։ Շնորհակալ եմ քեզ, Տեր, քո ճիշտ ժամանակվա խոսքի համար։ Դու ուղարկում ես քո խոսքը, որը որ բժշկում է, արմատախիլ է անում իմ սրտից վախը, կասկածանքը։ Շնորհակալ եմ քեզ, Տեր Աստված, խռովությունը իմ կյանքից հեռանում է։ Շնորհակալ եմ քեզ, իմ Աստված, որ վախը գնում է վաղվա օրվա նկատմամբ։ Շնորհակալ եմ, որ իմ կյանքում կաս, ու ես քո ձեռքի մեջ նկարազարդված եմ։ Իմ այսօրը առողջ է, իմ վաղը ապահով է, որովհետև խաղաղության Աստվածը ինձ հետ է։ Հալելույա։ Ամեն։ Շնորհակալություն ամենակարող Աստծուն, շատ շնորհակալ եմ, որ ժամանակը մենք միասին անցկացրեցինք, եղիր օրհնված, սիրում եմ քեզ։ Հալելույա։